Ողջույն հարգելի հեռուստադիտող։ Եթերում սպասված հանդիպումն է, իսկ իմ սպասված հյուրը աշխարհահռչակ հայ ջութակահար Յանի խմբի մենակատար Սամվել Երվինյանն է։ Բարև ձեզ, պարոն Երվինյան։ Հազար բարի։ Շատ շնորհակալ եմ այս եզակի հնարավորության համար։ Խնդրեմ։ Կայացավ ձեր բացառիկ համերգը Կապանում։ Կարծում եմ դա մեծ նվեր էր Սյունեցի ունկնդրի համար եւ առավել քան տպավորիչ էր համերգը։ Շնորհակալություն։ Ես կուզեի նաև լսել ձեր կարծիքը։ Դուք ստացաք հանդիսատեսից այն էներգետիկան, այն տպավորությունները, որ ակնկալում էիք։ Ստացա, ինչ որ ակնկալում էի, դրանից էլ մի բան ավել, որովհետև այսպիսի ջերմությունություն իհարկե հաճելի է մեզ եւ այդ ձեր ասած էներգետիկան բնականաբար ազդում է մեր նվագի վրա եւ միայն լավ իմաստով։ Շնորհակալություն Ղափանի հանդիսատեսին։ Իսկ Սյունիքում եղել եք էլի թե առաջին այցներ տարիների ընդհանրապես առաջի անգամ եմ լինում, որ ճիշտ է ասեմ։ Չեք հասցրել քաղաքը, բայց ուսումնասիրել հաստատ, չէ՞, երևի գրաֆիկը։ Եկել ենք ու մյուս օրը նվագել ենք։ Բայց ծանոթացել եմ շատ լավ մարդկանց հետ, հրաշալի ժողովուրդ են եւ ես չգիտեի, որ ղափացիք դες ֆանտաստիկ հումոր ունեն, ճիշտն ասած։ Հետ վերադառնալու պլաններ, ծրագրեր կան, որ կրկին որոշակի ընդմիջումից հետո Կապանում լինեք համերգներով։ Անպայման։ Երեկվա համերգից հետո չի կարելի բաց թողել առիթը։ Մայստրո, հայ հանդիսատեսը արդյոք տարբերվում է այլ ազգությունների հանդիսատեսից, եւ եթե այո, ապա ինչով։ Ընդհանրապես ամեն ազգություն իր հատկություններ ունի որպես հանդիսատես, դե հայ հանդիսատեսը երևի ամենաջերմն է, ոնց որ Յանին ասում ասում էր հայերը բարձր են, ձայնի ու բանի իմաստով, էլի, էմոցիաների, ինչ ասեմ, տարօրինակ կլներ, որ հայը իմ համար լավագույն հանդիսատեսը չլներ։ Բացի Հայաստանը, դուք ունեք երկրներ, որտեղ նախընտրում եք լինել համերգային տուրերով։ Նկատի ունեմ, որ երկրներ, որտեղ ձեզ ավելի հեշտ է նվագել, ավելի հեշտ է շփվել հանդիսատեսի հետ։ Ինչ որ մի առիթով խոսացել եմ այս մասին, քաղաքներ կան, որտեղ մի քիչ դժվար է նվագվում, բայց պատճառը չգիտեմ ինչն է։ Նյու Յորք, Սան Պաուլո, Մեխիկո։ Միգուցե ավելի մեծ բեմերը։ Չեմ կարծում։ Կապված է երևի տեղի եւ էներգետիկայի, աուրայի նշանակությունից ծովի մակերևույթից ինչքան։ Մեխիկոն օրինակ 3000 մետր բարձր է։ Օդը չի երիքում։ Որտեղ մենք ասենք այսօր ծովի մակերևույթին հավասար եմ, մյուս օրը գնում եմ 3000 մետրի վրա, դժվար է շատ։ Բայց դե փառք Աստծո։ Դեռևս կարողանում ենք դիմանալ այդ ամեն ինչին։ Իսկ դուք որքան հաճախ եք լինում Հայաստանում եւ ինչ առիթներով։ Ես ամենահարմար առիթով միշտ հայտնվում եմ Հայաստանում։ Եվ պարտադիր չի, որ դրանք լինեն համերգները, ճիշտ է։ Բացարձակ պարտադիր չի։ Այսինքն կարոտի զգացողությունը ուզում եմ հասկանալ, որքան ժամանակ է բնակվում եք Միացյալ Նահանգներում եւ ինչպես եք հաղթահարում այդ կարոտի զգացողությունը։ 23 տարի է բնակվում եմ ու պետք է ասեմ, որ ամենադժվար բաներից մեկը հենց կարոտն է կյանքում։ Ինչքան ուզում ես ուժեղ է, ամեն ինչի կդիմանաս, կարոտը դժվար է, տենց պիտի տանես։ Եթե մի փոքր վերադառնանք այն տարիներին, երբ կայացրեցիք որոշումը Միացյալ Նահանգներ տեղափոխելու եւ այնտեղ բնակվելու հետ կապված, ինչպես դա ձեզ տրվեց։ Պատճառը ասեմ ինչու գնաց։ Եթե կարելի է։ Հա, ինչու՞ չէ։ Ես արդեն Հայաստանում հասել եմ ամեն ինչին, որ դրանից ավելի էլ բան չունեի անելու։ Ես էլ ամեն տարի իմ ալբոմը գրում էի, ինչքան համերգ կար հնարավոր ինչապ նվագում էի։ Ինձ ավելի մեծ աուդիտորիա էր պետք եւ ինչպես ասում են մեծ նավին մեծ ծով։ Հիմնական պատճառը դա եղել որ գնացել եմ։ Եվ ժամանակը ցույց տվեց, որ ես ճիշտ արեցի։ Ինչպիսի գործիք է ջութակը։ Ես կուզեմ, որ մի փոքր խոսենք այս բարդ գործիքի նրբությունների մասին։ Ես կասեի ամենաբարդ։ Մի քիչ չենք կարա դրա մասին։ Դրա մասին կամ պետք է երկար խոսենք, կամ ես ձեզ sense մի զավեշտական բան ասեմ։ Մի օր տիկնոջս ասեցի միջև 50 տարեկան, ես հասկացա, որ ջութակ նվագելը դժվար է։ 50-ից հետո ես հասկացա, որ ջութակ նվագելը շատ դժվար է։ Ինքը տենց գործիք է։ Իսկ երբ դուք առաջին անգամ վերցրեցիք ձեր ձեռքը, արդյոք պատկերացնում եք, որ դա դառնալու է ձեր կյանքի զուգընկերը, ասեմ։ Երբ որ առաջին անգամ վերցրեցի, չէ, այդ ժամանակ ես 7 տարեկան էի, շատ լավ հիշում եմ այդ ամեն ինչը։
Բայց մի քանի ամիս հետո, երբ որ ինձ ուղարկեցին Արմեն Մինասյանի մոտ սովորելու, իմ առաջի ուսուցիչը ջութակի, մի օր ինքը դասի ժամանակ իր գործիքով լավ ջութակ ուներ շատ։ Ինձ համար նվագեց Սպագայինի կապրիսներից հատվածներ, ինքան ֆանտաստիկ ձևով նվագեց, այդ օրվանից ես սիրեցի ջութակը ու որոշեցի, որ ես պետք է ջութակար դառնամ։ Պետք է ասեմ, որ այդ իմաստով իմ բախտը բերել է, որտեղ երկու ուսուցիչներս էլ առաջ հերթին լավ մարդիկ էին, երկրորդ հերթին բացարձակ պրոֆեսիոնալ մասնագետներ էին։ Արմեն Մինասյան եւ Էդվարդ Դայան։ Սրանց շատ երախտապարտ եմ։ Իսկ ձեր մասնագիտական որոշում կայացնելու հարցում ձեր ընտանիքը, ազգականները ինչպիսի դիրքորոշում են ունեցել։ Ես այդ իմաստով ազատ եմ եղել 100%, որովհետև մեր ընտանիքում երաժիշտ չի եղել, չնայած որ մայրս շատ լավ երաժշտական տվյալներ ունի եւ հրաշալի երգում է, չունի երաժշտական կրթություն։ Հայրս երջանկահիշատակ շատ էր սիրում երաժշտություն եւ շատ երաժշտություն գիտեր տարբեր ժանրերի եւ ինչ որտեղ կարող են նույնիսկ գնահատական տալ պրոֆեսիոնալներին։ Բայց երաժշտական կրթություն չունեին ոչ մեկը։ Եվ դուք ազատ եք ձեր մասնագիտական ընտրության հարցում, որն է կարևոր երաժշտության անթերի եւ էմոցիոնալ կատարումը, թե տեխնիկական ներբությունները, կոնկրետ ջութակի պարագայում, թե այս գործիքի դեպքում մեկը մյուսի հետ այնքան փոխկապակցված են, որ մենակ այս գործիքի դեպքում չէ, ընդհանրապես դրանք միշտ փոխկապակցված են, բայց ես ձեզ կարճ ասեմ այս ձևի, այդ ձեր ասած տեխնիկան պետք է ծառայի երաժշտությանը։ Այդ ժամանակ լավ երաժշտություն կստացվի։ Երբ որ հակառակն այո, ամեն ինչը դու էլ պետք է ծառայես, մազերն է, լարերն է, գործիքն է, մատիտն է, ռետինն է։ Օրինակ, ինչպես է անցնում ձեր այն օրը, երբ շատ զբաղված չեք, առավոտյան արթնանում եք, կոնկրետ ձեր գործունեությունը ինչպես կարող եք բնութագրել, որպես ես պետք է տանը լինեմ, որ այդ ձեր ասածը իրականանա, էլի։ Սուրճ եմ խմում առավոտյան, մի քիչ մարզանք եմ անում, հետո եթե ֆիզիկական ցավեր չունեմ, ջութակ եմ պարապում, մոտավորապես 45 րոպեից մի ժամ, այդ առավոտվա համար։ Ու սովորական օրս անցնում է, կարող եմ մտնեմ ստուդիա, այնտեղ ինչ-որ գործիքավորում անեմ կամ մի բան ձայնագրեմ։ Կարող եմ նապաստակիս հետ խաղամ, նապաստակ ունեմ տանեմ իրեն։ Կենդանասեր եք։ Հա։ Միայն նապաստակ ունեք, թե մի հատ նապաստակ ունեմ։ Իսկ ինչու որոշեցիք, որ կոնկրետ նապաստակ պետք է պահեք։ Որոշեցի ու ճիշտ արեցի, որտեղ շատ հետաքրքիր կենդանի է։ Բացի ջութակներից տանի ինչ փայտի բան կա, կրծել ասախ։ Ես ճիշտ հասկացա, որ ձեր օրը առանց ջութակի նրան հպվելու չի անցնում, բացառված է այդպիսի մի օր, որ դու գործիքի հետ որևէ կոնտակտ չունենաք։ Երիտասարդ տարիներին միանշանակ, այն ժամանակ ես իմ ուսանող ժամանակ օրը 6-8 ժամ պարապել եմ։ Հիմա ինձ չի կարելի այդքան պարապել, բնականաբար։ Եթե ամեն օր չէ, բայց շաբաթվա 5 օրը նվագեմ անպայման։ Հիմա կան թեկուզ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, տեսնում եք, սերնդի մեջ կան վիրտուոզ ջութակահարներ, որ պատրաստ են։ Ամբողջ աշխարհում կան եւ բավական լավ ջութակահարներ կան հիմա երիտասարդ սերնդի մեջ։ Միակ ցանկությունը, որ ես կասեմ, անհատականությունը ոնց որ կորում է, սա միանման են նվագում, նույն ձայնով, նույն տեմբրով, նույն ինտերպրետացիայով, նույն ապլիկատուրայով, նույն շտրիխներով։ Հարկավոր է, որ մարդ իրեն է նվագի, չընդօրինակի ինչ-որ մեկին, մանավանդ երբ որ արդեն 20 տարեկանից բարձր են եւ հասուն երաժիշտ են համարվում։ Իսկ ինչ վերաբերում է տեխնիկապես, հիմա ֆանտաստիկ ջութակահարներ կան, որ ջութակին կատարյալ տիրապետում են։ Ես այսօր ելույթ ունենում աշխարհի հռչակավոր բեմերում, հռչակավոր երաժիշտների հետ, մենք էլ միանշանակ հպարտանում ենք լսելով հայ ազգանունը նման մեծությունների կողքին, ինչպես եք բնութագրում ձեր որպես ջութակահարի անցած ճանապարհը։ Չգիտեմ ինչպես բնութագրեմ։ Բարդության տեսակետից նորմալ երաժիշտի ճանապարհ եմ անցել, ինչպես շատ շատերը։ Իր բարդություններով, հաջողություններով, անհաջողություն, որ ասեմ ունեցել եմ, սուտ կլինի, չեմ ունեցել, բայց եղել է, ասենք, ելույթներ, որ բնականաբար ցանկություն առաջացել, այս կտորը մի քիչ ավելի լավ նվագել, կամ այդ օրը, ասենք, մատդ փախավ, կամ ստացվում է այդպես։
Ձեզ միայն հաջողություններ ենք մաղթում։ Շնորհակալություն։ Առողջ եղեք եւ միշտ հիացրեք հայ հանդիսատեսին։ Շնորհակալ եմ այս բացառիկ հնարավորության Ես համար։ եմ շնորհակալ։ Սպասված հանդիպումների եթերում իսկ իմ հյուրը աշխարհահռչակ հայ ջութակահար Սամվել Երվինյանն էր։ Կհանդիպենք։